նույնիսկ փողոցում չենք տեսնում պայքար իշխանապետության։ Պատասխանեմ այդ հարցին։ Ինչպես մենք նշել ենք, պետք չէ անել քայլ այն ժամանակ, երբ դա առաջին իսկ հայացքից հնարավոր է, որ թվա հետակարա լուծման բերի, բայց չունես գործիքակազմ մինչև վերջ հասցնելու։ Մինչև վերջ հասցնելու գործիքակազմի լինելու պարագայում մենք հայտարարել ենք, որ փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով, բայց մեկ անգամ եւ վերջնական։ Մենք չենք ուզում հիասթափեցնենք մեր հայրենակիցներին, այն պոտենցիալը որ կա, եւ արվելու է այն ժամանակ, երբ քաղաքական մեր տեսլականով ամենահարմար ժամանակն է երկրում այդ փոփոխությունը իրագործելու։ Վստահ եղեք, Հայաստանում ավելի մոտիվացված թիմ չկա փոփոխություն բերելու, քան մենք ենք։ Սոցիալական խնդիրների ծրման դեպքում հապարակության այդպիսի գնահատապաստների կրկնեցին գործառույթներ են փոխում եւ այլն այդ խնդիրները օգտագործելով եթե քննարկումները Հայաստան տեղի ունեցող իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հասարակությանը միայն պետք է իրազեկել, ճիշտ իրազեկել։ Ես ուզում եմ մեր հասարակությանը մի բան ասեմ, ես պատասխանատվություն եմ զգում դրա, որ կարողացա այն չափով իրազեկել, իհարկե ընտրակեղծիքները հաշվի առած, ճնշումները հաշվի առած, բայց պետք է այնպիսի տարբերություն լինի, որ ընտրակեղծիքներն չազդեին։ Եվ ես պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որ պետք է այնպես իրազեկեմ, այնպես աշխատենք մեր հասարակության հետ, որ ընտրակեղծիքներն իրանց չփրկեն։ Դժվար գործ է, ամենադժվար գործն է, բայց եթե այս պատասխանատվության դաշտի մեջ մտել ենք, պետք է շարունակենք։ Պետք է հասնենք սկսած գործը ավարտենք, որովհետև չունենք ուրիշ երկիր, ունեինք երկու երկիր, մնացել է մեկը։ Պարոն Կարապետյան, Բաքվից էլի կրկնել են Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունի։ Դուք բացառում եք օրինակ, որ ինչ որ այսպես տարբերակներ կմտածեն շրջանցելու եւ կգտնեն տարբերակ փոխելու օրինակ սահմանադրությունը շրջանցելու տարբերակներ հաստատ ման են գալիս, բայց սահմանադրությունում սևը սպիտակով գրած է։ Եվ նաեւ մենք պետք է այնտեղ այնպես ամուր լինենք, որ Ալիևի պատվերով, մենք Ալիևի պատվերով չենք ապրում այստեղ, մեր երկրի սահմանադրությունը չփոխեն։ Անկախության հռչակագիրը յուրաքանչյուր երկրի ծննդականն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը հռչակման օրը համարվում է պետական ամենամեծ տոնը։ Մեր երկրի ծննդական ասում է դուք քո ծննդականը ճղի։ Հետո մի օր գա ասի, բա որտեղ է քո ծննդականը, որն է քո լեգիտիմությունը, հիմքերը հանդի։ Ամեն ինչ անելու ենք, մեր падգամավորներն էլ, ովքեր ազգային ժողով են գնալու, գիտակցում են եւ կարծում եմ պետք է բոլորս գիտակցենք, թե ինչ կարևոր առաքելություն ունենք։ Ես նկատի ունեմ ԽԽ-ն գուցե կարողանա մարդագողությունը բացառում է ամեն ճնշումների ընդհանուր յուրաքանչյուր ձև ինչ իրենց հասանել է, փորձելու են, բայց հենց պայքարի իմաստը դա է, որ ճնշման տակ, եթե դու Հայաստանում 2026 թվականին ընդդիմադիր գործիչ ես, պետք է ճնշման տակ չընկրկել։ Նկատի ունեմ օրենսդրական փոփոխություններ անել։ Օրենսդրականի մասին պատասխանեցի արդեն, նախորդ պատրաստ եմ եւս մեկ անգամ, փորձելու են, բայց սահմանադրությունում շատ պարզ է գրված։ Մի քանի սահմանադրագետներից մենք ստացել ենք վերջնական պատասխանը, առանց падգամավորների թույլտվության չեն կարող։